Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը, ասել են գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները կշտկվեին։ Հիմա ինչ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեսակ քաղաքականություն չի վարում։ Մենակ ինքն է հասկանում, թե ինքը ինչ անում։ Նրան դժվար է հասկանալ։ Եվ ամեն ասացի էլ նրա չպետք է հավատալ։ Նա այն մարդն է, որ ընդունակ ամեն ձևի խոսալ, մենք տեսնում ենք, էլի լսում ենք։ Մի օր մի բան ասում, հաջորդ օրը հակառակը։ Սխալ անում Ռուսաստանը, նա պետք է այդ երեք պետություններից Ռուսաստանին, Թուրքիան, Պարսկաստան մեկն ու մեկին ընտրի։ Ավելի լավ է նա Ռուսաստանի հետ, բայց բոլոր դեպքերում պետք է այդ մեկի հետ։ Ցանկալի է, հիմա էլ Պարսկաստանը այդպես խառնված է, բավականին թուլացել է, բայց Ռուսաստանի հետ կապել երբեք չի կարելի, որովհետև այնտեղ 2 միլիոնից ավել հայ կա։ Չի կարելի կապը կտրել, նա որ ուզենա չի կարող Նիկոլը կապը կտրի։ Մեր վիճակը քանի գնահատանալ, մենք առանց Ռուսաստանի չենք կարող ապրել։ Գազը գալիս է, ալյուրը գալիս է, ձեթը գալիս է, պեսոկը գալիս է, մեր խոպաչիկները գնում են աշխատում, փող են բերում։ Մենք առանց Ռուսաստան ի վիճակի չենք ապրել։ Սա սխալ քաղաքական։ Պիտի բոլորը հարմարվենք, համարնենք Ռուսաստանի հետ։ Եվրոպան չի կարող սրտանտուզի մեզ օգնի, չի կարող, սահման չունենք, սահման, եթե սահմանալի ուրիշ մեր եղածուն ծախենք, ինչ ունենք, ջուր ունենք, կանյակ ունենք, գինի ունենք, Եվրոպան, ոնց տանենք Եվրոպա, սամալյոտով էլ մեր վրեն վաբշե չտանանք, իսկ նետ փուրերով տանում ենք էժան, ու եթե դաժե անվորակել ալմաստ են հալատներ, անց ենք ասում, բայց Եվրոպան շատ ստրոգյանելու մեր ապրանքը չի ծախվելու, մենք ոնց պտտվենք, պիտի Ռուսաստան հետ հարմարվենք ապրենք։ Դրսից շատ լավ գիտեն Նիկոլի բնավորությունը, դիտպամ Նիկոլին հրահրեցին Ռուսաստանի դեմ, թեքեցին դեպի Եվրոպա, որ ռուսը մեզ հետ բանալի, կոնտր ընգնի և մեզ ահագին վնասնել ատալու ռուսը, եթե տալու էլա ճիշտ անելու, վետե մենք ենք մեղավոր։